Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Talk-ն է և ես Արման Աբովյանը։ Նախ շնորհակալություն ձեր նամակների համար, ձեր այն թեմաների համար, որոնք դուք առաջարկում եք, որ մենք միասին քննարկենք այս տաղավարում։ Եթե կա հետադարձ կապ, ուրեմն նախագիծը հաջողվել է։ Այսօր համաձայն հենց ձեր խնդրանքի քննարկելու ենք երկու հարց։ Հարց համար 1. Օդի աղտոտվածություն, այսինքն օդի որակը։ Գիտեք, իմ մտքով չէր անցնի, որ կարող է այս թեման բավականին լայն արձագանք ստանա ձեզ մոտ եւ հետաքրքրի ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Բայց արի ուտես, որ այո, օդի աղտոտվածությունը հետաքրքիր է, հետաքրքրում է ավելի ճիշտ, որովհետեւ մի ասացված կա, մենք այն ենք, ինչ մենք շնչում ենք։ Իսկ ինչ ենք մենք շնչում։ Այսօր կքննարկենք Քրիստինա Վարդանյանի հետ, որը հանդիսանում է Քաղաք Երևանի ավականու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու եւ դոցենտ։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Իմ կողմից ձախ, կողմում մոնիտորի վրա տեսնում ենք Երևան քաղաքի օդի մաքրության սանդղակը։ Այսպես կոչված սանդղակը, որ ավելի հասկանալի լինի մեր հեռուստադիտողներին, տեսեք, կանաչը դա միջին աղտոտվածություն է, երկրորդ գույնը տեսնում ենք դեղնավունը դա ասես միջինից բարձր, կարմիրը վտանգավոր է։ Այսինքն ցույց է տալիս, որ օդը վտանգավոր է, օդը լավը չի, օդը վտանգ է ներկայացնում։ Սա այն ինչ մենք շնչում ենք։ Այսինքն օդի աղտոտվածության մակարդակը, գիտեք, ես հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումից առաջ խոսում էինք, հիշեցի, կամայից եղել էի Մումբայում, ամենայն հարգանքով, Հնդկաստանին, բայց այնուամենայնիվ այնտեղ, երբ որ նայում էի, ասում էի, դե լավ, մարդիկ ոնց են ապրում այսպիսի աղտոտված, օդի առկայության դեպքում, բայց արի ուտես, որ Երևանում ոչ, տենց ինչ-որ մեծ տարբերությունով իրավիճակը, սա ինչ է։ Ну, սա շատ վտանգավորի մասին են խոսում եւ օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ օդի աղտոտվածության մասին խոսում ենք մշտապես։ Բժիշկներն են խոսում, փորձագետներն են խոսում, այլ հարակից մասնագետները եւս սրա մասին խոսում են, որովհետեւ օդի աղտոտվածությունը եւ օդի որակը դա միակ բանն է, ինչի պարագայում դու որևիցե լուծում որպես քաղաքացի իրականացնել չես կարող, եթե դու կարող ես ընտրովի ինչ-որ սնունդ օգտագործես, որը կլինի առողջ, եւ հետևես առողջ կենսակերպին, տվյալ դեպքում բոլորս այս սուզանավում միասին ենք եւ դու ոչ մի բան չես կարող անել։ Շշալցված ջուր կարող եք օգտագործել, եթե ջրի հետ կապված վտանգ կա, տվյալ դեպքում մարդը ոչինչ չի կարող անել։ Եվ սա այն մինիմալն է, որ պետությունը ապահովելով բնակչության անվտանգությունը եւ առողջությունը, առաջին հերթին պետք է զբաղվի այս հարցերով։ Այն, ինչ որ մենք բացարձակապես չենք տեսնում, այլ պատասխանատուները, ովքեր որ պետք է այս հարցով զբաղվեն, նախ շատ երկար ժամանակ Երևան քաղաքի քաղաքապետը ասում էր, որ օդի աղտոտվածությունը լեգենդ է եւ այդպիսի բան չկա, հետագայում սկսեցին ընդունել, որ դա լեգենդ չի, որովհետեւ շատ երևանցիներ սկսեցին խոսել սրա մասին, հետո սկսեցին ասել, որ դա միայն ձմռան խնդիրն է Երևանում, մնացած պարագաներում տարվա սեզոններին մեր մոտ ամեն ինչ շատ նորմալ է, բայց իրականում դա այդպես չի, ուղղակի վիճակը, որը կա Երևանում, ձմռան ընթացքում պայմանավորված նաեւ Երևանի առանձնահատկություններով ավելի է սրվում։ Եվ բացի սրանից, այս պատկերին զուգահեռ մենք նաեւ պարբերաբար ունենում ենք աղբավայրում այդ հրդեհները, որի պարագայում շրջակա միջավայրում մենք ունենում ենք այնպիսի նյութեր, որոնք որ դեռ երկար ժամանակ կրակը մարելուց հետո մնալու են մակերեսներին, նաև օդի կազմում եւ այո, խոսքը Նուբարաշյանի աղբավայրի մասին է եւ այս նյութերը արդեն քաղցկեղածին, հրեշածնություն եւ շատ ավելի ծանր հետևանքների մասին են։ Եվ ուզում եմ նաև ասել, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունը համարում է անտեսանելի կիլլեր, այսինքն մենք նրան չենք տեսնում, բայց նա ուղղակիորեն ազդում է մեր առողջության վրա եւ եթե մահվան հավելյալ դեպքերի մասին խոսենք, ապա օդի աղտոտվածությունը պայմանավորվում է քառորդ դեպքերը մահվան ինսուլտներից, ինֆարկտներից, 1/3-ը թոքի քաղցկեղից եւ մոտավորապես 43%-ը շնչառական համակարգի հիվանդություններից մահվան դեպքերի։ Եվ ամենավտանգավորը, որ այս խնդիրը ամենածանր ազդեցությունը թողում է երեխաների վրա, քանի որ նրանք դեռ
չունեն պաշտպանողական մեխանիզմները ձևավորված չեն եւ նրանց նյութափոխանակությունը ավելի ակտիվ է, իրենք ավելի շատ են շնչում, ավելի հաճախ են շնչում եւ ավելի մեծ պորցիա են ստանում իրենց մարմնի զանգվածին համարժեք։ Եվ այսինքն մենք ասելով, որ հայրս երեխայի կենտրոն, ազգենք եւ այլն, մենք առաջին հերթին զոհասեղանին բոլորը, այդ թվում եւ իշխանություն դրել իրենց երեխաներին, ինչի մասին ես անվերջ ասում եմ, որովհետեւ ուրիշ օդ գոյություն չունի։ Այս է այն պատկերը, որը որ մենք ցավոք սրտի ունենք։ Եվ եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվանում է անտեսանելի կիլլեր, երևանցին բոլոր մակերեսների վրա այդ փոշին տեսնում է, խնդիրը տեսնում է, եւ մի բան եմ ուզում ավելացնեմ, երբ որ այստեղ մենք նայում ենք, մենք նաեւ PM2.5 մասնիկներն են շատ པարզ երևում, որոնց նաեւ գնահատ այդ Սա ինչ է այս 003 PM10 PM2 տեսեք, աղտոտիչների մասին է խոսքը, ամեն մեկը PM10 դա չափն է մի բանի մասնիկի, PM2.5 ամենավտանգավորներն են, որովհետև այն ազոտի օքսիդն է, ինչի համար եմ ասում, սա ամենավտանգավորներից որպես աղտոտիչ, որովհետև էվոլյուցիայի ընթացքում սրանցից պաշտպանելու մեխանիզմ մենք չունենք, եւ նրանք անխոչնդոտ անցնում են, հասնում են միջև շնչառական համակարգի ամենաստորին հատվածը եւ կամ անմիջականորեն ներծծվում են արյան մեջ կամ առաջացնում են տարատեսակ խնդիրներ արդեն ալվեոլների պատերին եւ իմիջիալոց սրանով պայմանավորված, երբ որ եղավ կովիդը, հետագայում եղան գիտական աշխատանքներ, որոնք ապացուցեցին, որ ամենաբարձր մահացության ցուցանիշները եւ հիվանդության ծանր դեպքերը ավելի շատ են արձանագրվել այն տարածքներում, որտեղ որ կա օդի աղտոտվածություն։ Այստեղ մի հարց, տեսեք, խնդիրը ունենք եւ իրականում սարսափելի խնդիր է, որովհետեւ հարգելի հեռուստադիտողներ, երկար-բարակ կարող ենք չխոսել, հա, ենթադրություններ չանել, բայց քաղցկեղի մակարդակը օրինակ քաղաք Երևանում ապշեցուցիչ ամենավատ իմաստով բարձր է եւ այո, ուղիղ նշանակություն ունի, այնինչ մենք տեսնում ենք, ես մի դրվագ ասեմ, հա, չեմ ուզում հիմա ինկոգնիտոն բացեմ, իմ շատ մոտիկ ընկերոջս բարեկամը թոքի քաղցկեղ ունի, կին է, ոչ ծխում է, ոչ խմում է, ասեմ ավելին առողջ սնունդ, տենց ինչ-որ հայ վիճակների մեջ է, բայց պարզվեց, որ թոքի ամենածանր քաղցկեղի ֆորմաներից է եւ նույն հիվանդանոցում ասացին որտեղ եք ապրում, հիմա չեմ ուզում, հա, ոնց է մատնանշեմ, քաղաք Երևանում որտեղ էր ապրում, Արվարձան չէր, դե լավ, սենց ասենք։ Եվ ասեցին այո, այնտեղ մշտապես օդի աղտոտվածությունը շատ բարձր է։ Եթե օրինակ Արվարձաններում նվազագույն Զեյթուն, Քանաքեր, հա, նոր եւ այլն բարձր է, այնտեղ միգուցե մի քիչ մակարդակը ավելի ցածր է, ապա ինչքան դեպի հարավ, հա, ասենց գնում ես, այդքան իրավիճակը ավելի ծանր է լինում, բայց տեսեք, մենք հիշում ենք, որ ինչ մեծ աղմուկ եք բարձրացրել հենց դուք կապված կանաչ գոտիների վերացման կամ ինչպես ասում էր քաղաքային իշխանությունը կանաչ գոտիների վերաձևավորման, այս սենց էին ձևակերպում։ Ես ուրբանիստ չեմ, այսինքն ես քաղաքի խնդիրներին ծանոթ եմ զուտ, հա, այն մակարդակով, երբ եղել եմ ավականի եւ ունեցել եմ հնարավորություն ծանոթանալ փաստաթղթերի հետ, անմիջապես շփվել այս բոլոր գործընթացին, բայց ես երևանցի եմ, ապրում եմ Երևանում եւ տեսնում եմ, որ այո, վերջին տարիների ընթացքում փոշու արկայությունը քաղաքում ուղղակի աննորմալ է։ Դե լավ, այսինքն աննորմալ է, իրականում աննորմալ է։ Հիմա ծառերը մի կողմից կտրեցին, տեղը, չգիտեմ, սակուրաներ են, հա։ Նաեւ, սակուրաներ տնկեցին, իմիջիալոց շատ համոզիչ հիմնավորումներ բերեցին, ինչի են սա անում։ Դրա հետ մեկտեղ որքան ավելի շատ էր այդ գործընթացը իբր բարեփոխման, այդքան ավելի վատներ օդը դառնում քաղաք Երևանում։ Ինչ անենք, դե լավ։ Այլ կերպ լինել ուղղակի չէր կարող, որովհետև կանաչապատումը դա հենց այն պատասխանատուներից մեկն է, ով պաշտպանում է մեր առողջությունը։ Երևան քաղաքում շատ ավելի մեծ դեր ունի, որովհետև մենք չունենք ծով, օվկիանոս, մենք չունենք բնական անտառներ, մեզ մնում է քաղաքի այդ քաղաքային արհեստականորեն ստեղծած տարածքները, որոնք մենք ուղղակի պետք է փայփայենք, իսկ քաղաքի բնաէկոլոգիական կմախքի տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք, ուրեմն փողոցների կանաչապատումը, դա անսասան
իր տեղում կանգնող համակարգ պետք է լինի, որովհետև սա օդափոխության միջանցքներն են։ Եթե նույն ծառահատումները արվեն օրինակի համար ինչ որ մի պուրակում, նրա դերը ընդհանուր համակարգի մեջ կանաչապատման այդպեսին չի, ինչպեսին որ փողոցներն են, որովհետև գրագետ կանաչապատումը եւ նրա մատուցած էկոծառայությունը կախված է նրանից, թե ինչքանով են փոխկապակցված մեկը մյուսի հետ կանաչ գոտիները։ Եվ այդ փոխկապակցվածությունը տարբեր գոտիների, հենց փողոցների կանաչապատման միջոցով նրանք արտերիաների նման շատ լուրջ, ուրեմն համակարգի բաղադրիչներ են։ Քաղաքային իշխանությունները ասում են կանաչապատում են։ Դե գիտեք ինչ, ամեն ինչ կարելի ասել։ Չէ, ես չեմ պնդում ճիշտ է, սխալ եմ, իրականում նայում եմ Ես հիմա փորձագիտական գնահատական եմ տալիս, որովհետև ես 30 տարի կանաչապատման ոլորտում եմ եւ մենք տարբեր երկրներում քաղաք բնաէկոլոգիական կմախքների հետ կապված հիմա աշխատանքներ անում ենք, որովհետև Խորհրդային Միության ժամանակ մոտեցումները եղել են մի տեսակ, բույսերը նաեւ մեծանում են, հիվանդանում են, տասնյակ այլ հարցեր կան եւ բոլոր երկրներում տարատեսակ խնդիրներ առաջանում են, բայց որոշումը պետք է լինի այնպեսին, որ ամենակարևոր դերը կանաչապատման դա բնակչության առողջության ապահովումն է։ Մենք չենք կարող խոսել սակուրաների գեղազարդության, նրանց ծաղկերը, դա էլ վիճելի հարց է իմիջայլոց, եւ ստորադասել բնակչության առողջությունը։ Երևան քաղաքը ստանդարտից 5 անգամ ավելի պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ ունի։ Այսինքն այսպես է հիգիենայում։ Եթե ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները ավելի ցածր են, քան քաղաքի ծածկույթի 20%-ը, բնակչության շրջանում սկսվում են խնդիրներ պայմանավորված թթվածնաքաղցով եւ պայմանավորված տարատեսակ քիմիական տարրերով, որոնք որ կան օդի ավազանում։ Այսինքն մենք ունենք Երևանում ընդհանրապես 4%-ը ունեինք միջև ծառահատումները եւ փաստացի մենք հիմա ունենք ավելի վատ վիճակ, որովհետեւ մենք հանել ենք ինչքան էլ քաղաքապետարանից արձագանքեն ինձ, որ այդ ծառերը մեծացել են, համարյա հասել են թեղիների, ուրեմն չափսերին, դա աբսուրդի նման ինչ որ մի բան է, որովհետեւ բույսերի մոտ նույնպես ինչպես որ կենդանիների մարդու մոտ կան կյանքի տարբեր շրջաններ եւ երբ որ դուք 10 տարեկան բույսը տնկում եք, դուք չեք կարա վերցնեք նույն նժարին դնեք պատրաստի պրոֆեսիոնալին իր ոլորտի, եթե բերեմ մարդկային պոպուլյացիայի վրա, եւ 10-րդ դասարանի երեխային, այսինքն ժամանակ է պետք, որ նա սկսի արդյունավետ պետությանը ծառայի իր մասնագիտական դաշտում։ Հիմա ծառերի մասնագիտական դաշտը մեր առողջությունը ապահովելն է, բայց նա դեռ իրեն չի ապահովում, այսինքն մենք առնվազն 20 տարի պետք է սպասենք, որ այսօրվա տնկված ծառերը, եթե նրանք ճիշտ ընտրություն արված լիներ, նրանք համարժեք լինեն այն բույսերին, որոնք որ հեռացվել են, բայց թեղիները Երևանում հենց այնպես չեն տնկվել։ Խորհրդային Միության ժամանակ դա խիստ գիտահեն ոլորտ է եղել եւ Թամանյանի ժամանակներից սկսած, երբ որ օղակաձև այդ ստրուկտուրաներն էին ուրեմն ձևավորվում փոքր կենտրոնի շուրջ, Երևանի շուրջ, այդ սա մտածված փոխկապակցված համակարգ էր, այդ որ դուք ասում եք էկո համակարգ լինի, որ ինքը այդ փոշին ճիշտ նստեցնի, որ քամիները ճիշտ ուրեմն իջեցվի, քամու արագությունը, տասնյակ հարցեր, որը որ լուծում է կանաչապատումը եւ այդ մտածված ձևով արվել էր Երևանի մշտական խնդիրը երեկոյան ժամերին այդ ուժեղ քամիներն են, որոնք որ լանջերից փոշին բերում են դեպի քաղաքի կենտրոն եւ դրա համար էր ամենակարևոր խնդիրը Երևանի համար եւ ես բազմիցս եմ դրա մասին ասել, երբ որ մենք պատերազմի տարիներին, ճգնաժամի տարիներին լանջերի ծառերը հատեցինք, Երևանի համար սա կենսական խնդիր էր, ոչ թե պետք է փողոցի այդ քիչ մնացած ծառերի հետևից ընկնել եւ զանգած հազարներով հեռացնել այն ծառատեսակը, որը բոլոր բույսերի մեջ ամենամեծ փոշու մակերեսն է, փոշու ծավալն է նստացնում միավոր մակերեսին։ Դրա համար էին ընտրել խորհրդային դենդրոլոգները թեղիները, որտեղ Երևանը միշտ փոշոտ քաղաք է եղել։ Եվ երբ որ նրանք լանջերը ծածկեցին, այդ խնդիրը դուրս եկավ։ Դրա համար մենք պետք է վերականգնեինք եւ առաջնահերթությունը լանջերի կանաչապատումն է։ Տեսեք, լանջերի կանաչապատում սա բան հերքելի է, բացի լանջերի կանաչապատում առհասարակ յուրաքանչյուր երազած քաղաքը, հա, ինքը միշտ sense պատկերավոր որ sense մտածում է, սա ինքը տենց ոնց որ քաղաքը անտառի մեջ, հա, օրինակ եւ այդպեսի նույնիսկ բան ունենք անտառը քաղաքում, թե քաղաքը անտառի մեջ։ Այո, դե շատ լավ է, երբ որ օրինակ քաղաքը անտառի մեջ, ես բարձրացած համեմատական եմ ասում Կիևի, Մինսկի, հա, ինչու ոչ Մոսկվայի, ինչու ոչ Ստոկհոլմի, հա, իրականում այնտեղ այդպես է, բայց վերադառնալով Կիևից եւ Ստոկհոլմից, հա, քաղաք Երևան։
Տիկին Վարդանյան, միայն կանաչապատման խնդիրն է։ Ոչ իհարկե։ Կանաչապատումը բաղադրիչներից մեկն է, ռիսկերը կառավարելու հնարավորություններից մեկը, որը նվիրում է ինքնին բնությունը։ Սա եզակի է իր ձևով, բայց մենք շատ մեծ բացեր ունենք, որոնք որ պայմանավորված են նաև շինարարության ուրեմն կառուցապատման տոկոսով, շինարարության ընթացքով, սանիտարահիգիենիկ պահանջներին, բացարձակապես հակասող շինհրապարակների ձևավորմանը, այդ խոշոր մեքենաների առանց ծածկի տեղափոխմանը, շինանյութը բաց վիճակում շինհրապարակներում դատարկելը եւ երբ որ քամի է երեկոյան բարձրանում Երևանում, շատ անգամ են երևանցիները այդ փոշու ամպերը նկարում եւ տեղադրում համացանցում, ես նորություն ասած չեմ լինի։ Այս ամենը պետք է կանոնակարգել։ Քաղաքը շրջապատված է նաև ուրեմն հանքերով, Երևանում 30-ից ավել հանք է գործում, որոնք պետքա գրագետ ձևով էկրանավորում իրականացվի, նաև նույն այդ շինարարության ընթացքում մանավանդ խոշոր այդ գետոները, որ կառուցում են, այդտեղ ուրեմն ջրային այդպես բաներ կան, սարքեր կան, որոնք ուղղակի փոշիացնում են։ Սա դուք երկերն եք հիմա առաջարկում ըստ էության։ Այո, ես հիմա ասում եմ, այն ինչ որ մենք կարող ենք անել, խնդիրը լուծել, եւ ես մշտապես ասում եմ, Երևան քաղաքում բնակչության կենսական կարևորություններից ելնելով պետք է արգելվեն ծառահատումները, բաց առավել եւս փողոցների ծառերի հատումները, պետք է հատվի եզակի դեպքերում գրագետ ուրեմն մասնագետների գործիքային հետազոտության հիման վրա, որ այլ ընտրանք չկա, այս ծառերը պարտադիր պետք է հեռացվեն, դա չի կարող լինի փողոցի ամբողջ ընթացքով, դա պետք է լինի եզակի ինչ-որ ծառեր, որոնց արմատային համակարգը, նույն շինարարությունը անում են, եզրաքարերը փոխում են, ծառերի արմատները կտրելով գնում են առաջ, վերջին դեպքը Արշակունյաց պողոտայում, պարզ չի, որ եթե դուք ծառերի արմատները կտրում եք, հետո հողը ծածկում եք, ուժեղ քամու ժամանակ ծառի կոնստրուկցիան արդեն դուք խախտել եք եւ ծառը ընկնելու է, եւ այդ ժամանակ այսօրվա իշխանությունը սկսում է մատին փաթաթան անել, տեսեք, մենք ասում ենք, չէ՞ որ ծառերը փթած են։ Ոչ, ծառերը փթած չեն։ Մենք դրա համար 20 թվականին ներդրեցինք եւ սկսեցինք զանգվածաբար բուժել ծառերը։ Եվ մենք ասում ենք, մենք եթե չկարողանանք, մենք այդ ժամանակ սանիտարական հատումներ պետք է անենք, բայց մենք մաքրեցինք այսօր թեղի ծառատեսակը Երևանում խնդիր չունի, նա հաղթահարել է հիվանդությունը։ Մենք հիմա կաղնիների հետ շատ լուրջ խնդիր ունենք եւ զանգվածային ծառերը հիվանդ են։ Ինչ եք անելու հիմա Բաղրամյան պողոտայի բոլոր կաղնիները, Իսակովի պողոտայի կաղնիները, ընկնելու եք հիմա կաղնիները հատեք, սա մոտեցում չի, աշխարհում այսօր այսպիսի բան չկա, որովհետև բոլոր տեղերում ծառերի համար հիմա շատ մեծ պայքար է, որ հասուն ծառերին ձեռք չտան, որովհետև դա ինքնակառավարվող համակարգ է։ Ծառերի մասով հասկացանք նաև, որ գոյություն ունեն որոշակի գործընթացներ, որոնք վերաբերվում են օրինակ, չգիտեմ, բաց բեռնատարներին, որոնք տեղափոխում են, հա, շինանյութ, օրինակ շինհրապարակների հետ խնդիր ունենք, աղբանոցների հետ, որ ամեն բակում օրինակ աղբանոց է, այդ աղբանոցները պարզա, որ վերահսկելու առարկա պետք է լինեն, որովհետև այո, sense որ նայում ես դե լավ, ինչ է, ժողովրդական լեզվով ասած զիբիլի մեջ բակ է դրած, հա, մեջը զիբիլ է, բայց այդ բակերը երբ որ Երևան քաղաքով ես նայում, իրանք համաչափ հազարներով, sense Երևանով սփռված են, սա պարզ է, բայց այստեղ համակարգային խնդիրներ են։ Այստեղ խնդիրը հետևյալն է, վերադառնալով մեր գրաֆիկին, սա ըստ էության լեզուս պապանձվի, բայց ես էլ եմ ապրում այստեղ, սա այն գրաֆիկն է, որը ցույց է տալիս մեր բոլորիս եւ ձեր հարգելի հեռուստադիտողներ հիվանդանալու, Աստված ոչ անի, բոլորի տնից տեղից հեռու, հիվանդանալու մակարդակ է, այսինքն հնարավորությունը եւ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ ներողություն, ուղղակի չեմ կարող սենց անտարբեր նայել, որովհետև սա սարսափելի բան է։ Սա սարսափելի է եւ ես անընդհատ նշում եմ, ցավոք սրտի պատասխանատուները, ովքեր պետք է զբաղվեն, որ այս խնդիրը լուծվի, խնդրի խորացման վրա են աշխատում, ոչ թե անում են այնպես, որ սա վերանա։ Տասնյակ անգամ Երևանի քաղաքապետը ասել է, որ շենքերը շինարարության ժամանակ պետք է ծածկված լինեն։ Նայում ես եզրաքարերը կտրտում են Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներ են արվում եւ բաց ձևով կտրվում է դա տուգանվող գործունեություն է, այսինքն Երևանի քաղաքապետ մենք դիմում ենք տասնյակ անգամ, բայց հնարավոր չէ այդքանին վերահսկել տուգանվում է թե չէ։ Ի սկզբանե պետք է պայմանում լինի։ Այդքանին վերահսկել հնարավոր չի, բայց երբ որ օրինակ
տարբերակներից մեկը, հա, շինթույլտվություն եթե տրվի, այո, իհարկե, շինթույլտվության մեջ հստակ ֆիքսել, որ տեխնիկական եթե սա չեք հանրարարական անում, ուրեմն, օրինակ, չգիտեմ, այո, իհարկե, դա ի սկզբանե պետք է գրված լինի եւ երբ որ օրինակ նույն եզրակարի համար, եթե դուք մրցույթ եք հայտարարում, մրցույթի տեխնիկական ուրեմն բանի մեջ պետք է նշված լինի, որ բաց ձևով չպետք է կտրտվի եզրակարը, այ դրա համար կան հատուկ նորմալ գործիքներ, որոնք որ միանգամից եւ խոնավեցումն են իրականացնում եւ վակուումով փոշին քաշում են, այսինքն չի կարելի որ քաղաքացին անցնի եւ այդ բազալտի փոշինը ամբողջությամբ լինի քաղաքացու վրա եւ նա շնչի դրանով, ել չեմ ասում, որ աշխատանքը կատարողը ինչ։ Սա այն աշխատանքներն են, որ վերևից վերահսկելով դուք տասնյակ հարցեր միանգամից լուծում եք, եւ շինհրապարակի հետ կապված, եւ սրա հետ կապված, եւ հանքերի գործունեության հետ կապված, այսինքն տասնյակ բաներ, որոնք որ համակարգային խնդիրներ են, որը պետք է լուծի Երևանի քաղաքապետարան, այսինքն պատասխանատու կառույցը։ Շնորհակալություն, շատ չափազանց եւ կարեւոր խնդիրը քննարկելու համար, կարծես թե, հա, ինչ է օդի աղտոտվածություն է, հիմա մարդ կնայի կասի, այս խնդիրները թողած հանքել են կոթի որակի, ոչ, որովհետեւ սա ի վերջո գալիս է բոլորիս տուն, գալիս է բոլորիս օջախ, այո, ամենացավալի ու ամենավատ ձևերով, դրա համար այո, պարտավոր ենք սա ֆիքսել եւ այո, պարտավոր ենք այս հարցի լուծումը տալ, այո, շնորհակալություն Տիկին Վարդանյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր քննարկեցինք օդի աղտոտվածության խնդիրը Ավագանի բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ միասին։ Ընտրովի արդարադատություն։ Դա ինչ է։ Ինչի համար նույն հանցագործության համար մի անձի բերման են ենթարկում, օրինակ, օրենքի բոլոր տարերը, հա, սենց շատ մանրակրկիտ հետևելով, այսինքն առանց բռնություն կամ հաճախակի հենց կանչում են իրավապահ մարմինների իրենց մոտ քննչական կամ այլ, հա, իրավական տենց հաստատություններ։ Իսկ երկրորդ դեպքում տուրուդմփոց, ջարդ եւ ըստ էության ուժի անհամաչափ կիրառում։ Կա արդյոք ուժի անհամաչափ կիրառում։ Ինչով է պայմանավորված այս ընտրովի, հա, բերման ենթարկելու կամ ընտրովի արդարադատության գործընթացը։ Այսօր կքննարկենք փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ֆարմանյան։ Բարև ձեզ։ Հոգոց եմ անում, Տիկին Ֆարմանյան, ինչի համար, որովհետև իրավական եւ սենց ասենք, հա, սոցիալական դաշտում ձևավորվել է մի աննորմալ իրավիճակ, միգուցե ես եմ սխալվում, վիճակը նորմալ է, բայց մի աննորմալ իրավիճակ, որը կարելի է նկարագրել ընտրովի արդարադատություն կամ ընտրովի մոտեցում խոսքերով։ Ես հատուկ չեմ ուզում անուն ազգանուններ տամ։ Ինչի համար չեմ ուզում անուն ազգանուններ տամ, չանձնավորվի, էլի։ Բայց եկեք, այն որ ասում եմ, ժողովրդական լեզվով ասած, ծուռը նստենք, դուզը խոսենք։ Հանցագործություն, նույն օրինակ ձևաչափով, երկու անձ, մի անձին գալիս են, ծանուցում են տալիս, պոպուշ ճակատը պաչելով նստացնում են մեքենան, տանում են, չգիտեմ, քննիչի մոտ կամ կանչում են քննչական, հա, ես մա քննչականին բան չեմ ասում, ես ուզում եմ մոտեցումը հասկանամ։ Այն մյուսի նույնա բովանդակ ենթադրյալ հանցագործության համար տո դուրը կջարդեն, տո կմտնեն, տո չգիտեմ ինչ օրը կգցեն, տո որ ասում եմ հերոստացույցը եւ համացանցը կպայթի այն կադրերից, որոնց մենք ականատես ենք։ Մեկին բռնում են 500 հոգով, մեկին ինչու՞մն է խնդիրը, ինչի այսպես։ Պարոն Աբովյան, շնորհակալություն հրավերի համար, իհարկե շատ ցավոտ հարց եք բարձրացնում եւ այդ խնդիրը տևական ժամանակ է արդեն Հայաստանի Հանրապետությունը ունի իրավական առումով։ Ինչու է այդպես։ Պատճառը քաղաքական է։ Որքան էլ մենք իրավաբաններս, հա, ջանքեր ենք գործադրում, որ մեր խոսույթում, մեր գործառույթների շրջանակում զերծ պահենք մեզ քաղաքական բնութագրումներից, հա, իրավիճակներին քաղաքական ուրեմն բնութագիր տալուց, այնուամենայնիվ չի ստացվում, որովհետև այդ երկակի արդարադատության պատճառը հենց քաղաքական գործոնն է։
Նայեք, վերջին ժամանակներում մենք բազմիցս ականատես ենք լինում, այո, ճիշտ նշեցիք, որ նույնասեռ հանցագործությունների համար կամ նույնաբնույթ կամ նույն ծանրության հանցագործությունների համար անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում քրեական հետապնդման գործընթացի շրջանակներում։ Պատասխանը այդտեղ մեկն է։ Մի դեպքում ընդդիմադիրի են վերման ենթարկում, թեկուզ ոչ քաղաքական գործով, մյուս դեպքում իրենց համար ավելի նախընտրելի կամ քաղաքականապես ոչ ակտիվ, ոչ աչքի ընկած կամ լավ էլ իրենց մերձավոր շրջապատից ինչ-որ մեկին, որին այլևս չեն կարող հիմնավոր կասկածն ակնհայտ է եւ չեն կարող ուրեմն իրավական գործընթացներ չանել, վերման են ենթարկում այնպես ինչպես որ օրենքն է նախատեսում։ Եվ այստեղ այս վտանգավորության, իրավական վտանգավորության ուրեմն չափորոշիչը շատ ավելի բարձր է, որովհետև այլ բան է, երբ որ տվյալ մարմինը, կլինի օպերատիվ աշխատողները, կլինեն քննչական մարմինները եւ այլն, այլ բան է, երբ որ ձեռնահաս չեն եւ չգիտեն ինչպես անել։ Կան, մարդիկ կան, որոնք որ իրենց պաշտոնի հետ բացարձակապես անհամատեղելի են։ Խոսքը ուժային կառույցների մասին են, ու նաև քննչական ապարատում էլ, կան այնպիսի ուրեմն բաներ, պաշտոնյաներ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք որ ուղղակի չպետք է լինեն այնտեղ, ինչպես որ դատական համակարգում է, բոլոր համակարգերում, գիտեք, մեր բոլոր ոլորտները արդեն նախկինի համեմատ շատ ավելի վատ վիճակում է, որովհետև գնալով այդ պրոֆեսիոնալների ձեռնահաս մարդկանց ներկայությունը, ներգրավումը նվազում է։ Եվ այլ բան է, երբ որ դու չգիտես ինչ ես անում, այսինքն անզգուշությամբ ես այդ պաշտոնյական դիրքդ չարաշահել կամ լիազորությունների անցում կատարել, այլ բան է, որ դա դու դիտավորությամբ ես անում։ Այսինքն դու ճիշտը գիտես, բայց սխալն ես անում, ճիշտը գիտես, բայց դիտմամբ խախտում ես։ Ես հատուկ նայեցի հեռախոսի մեջ։ Դիտավորությունը բարձրացնում է այս իրավական տերորի ուրեմն քաշը որպես բացասական երևույթ իրավական պետություն հորջորջվող միջավայրում։ Նայեցի հեռախոսը հատուկ, ինչի համար թարմացրեցի, այն տեղեկությունը, որը հաղորդումից առաջ ինձ մոտ առկա էր, եւ տեսեք, հետեւյալ բացատրությունն են տալիս քննչական կամ իրավապահ մարմինների աշխատակիցները, դե պարզ անուններ չեմ տալիս, ինկոգնիտո ասում են, տես Աբովյան ջան, իրավիճակը սենց է։ Այո, նույն բովանդակ հանցագործություն է։ Մի դեպքում մենք գիտենք, որ մարդը իրավոդկով կարող գա քննչական կամ օրինակ դիմադրություն չի բանանի, այս մի դեպքում հնարավոր է լինի վտանգ, դրա համար մենք ավելի տենց կոշտ ենք վերաբերում։ Ես ճիշտն ասած չգիտեմ, իրավական նորմերում կա ինչ-որ սանդղակում ավելի կոշտ վերաբերվես, ավելի, չգիտեմ, տես փափուկ։ Նման չափորոշիչներ չկան կանխադատելիության մակարդակով, այդ Չէ, ստոպ, կանխադատելիության մասին չի, թուղթ, գրիչ, բարատ, կա ինչ-որ տես գրած միտը։ Չէ, օրենքը կնախատեսեր, կասեր, եթե այնտեղ նախատեսվի այս չափորոշիչներով, որ անձի փախուստը, կանխելու համար, մի խոսքով այդ հիմքերը կամ ձերբակալվի հենց անմիջապես հանցագործություն կատարելուց հետո եւ այլն, հիմա որպեսզի մենք այդ իրավական չեղած կատեգորիաները, իրանց մտածածին կատեգորիաներով մտածածին իրավական նորմեր չստեղծենք, կարճ ասենք, որ այդպիսի բաներ չկա։ Կա գոյություն ունի մեկ ընթացակարգ, եթե անձի, ուրեմն քրեական վարույթ է նախաձեռնում եւ անձին կանչելու անհրաժեշտություն կա, ծանուցագիրն ուղարկում են։ Բազմաթիվ այս բերման ենթարկվածների դեպքերով վերջին օրերի չկա այնպիսի իրավիճակ, որ ինչ-որ մեկը այդտեղ կարող էր փախուստի դիմել, կամ այդ հանցանքի ծանրությունը, շատ կարևոր նաև հանգամանք է, առհասարակ այդ հանցանքի դեպքի առկայությունը կամ բացակայությունը, այնպիսի իրավիճակներում են բերման ենթարկում, անուններ չենք տալիս, բայց փաստաբանների վերջին կալանավորումը, այս մեր
փաստաբաններից, եթե չեմ Facebook-ի գրառման պատճառով, Կոչուբաևի մասով բնական է, որ իրենք արդեն ատամ ունեին, հա, այդ անձի վրա հենց դատավարության ընթացքում եւ անկեղծ ասած ինձ մեր գործընկերոջ բերման ենթարկելու մեխանիզմը չզարմացրեց, որովհետեւ իրանք տևական ժամանակ այդպես են վարվում, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց հետ։ Հիմա էլ փորձում են փաստաբանական հանրությանը վախեցնել, բայց մեր մյուս փաստաբանն էլ Ռուբենը Մխիթարյան, հա, որ Գյումրիում ձեռքերն էր վեր պարզել, ձեռքերը վեր պարզած անձին բերման ենթարկել ու երեկել կալանավորման որոշում են կայացրել նրա նկատմամբ, սրա մեջ տեղավորվել հաստատ չի լինի որևէ կերպ, եւ այսպես հանրությունները մաս առ մաս սկսում են վախեցնել։ Այսինքն հիմա այն որ սկզբից անցել էին, հա, ինչ որ լրագրողների նկատմամբ ոտնձգություններ, նաև բռնություններ եւ այլն, հետո դրանց վերաբերյալ վարույթներ չնախաձեռնվեց կամ նախաձեռնվեց մնաց անհետևանք, հիմա էլ անցել են փաստաբաններին։ Իհարկե փաստաբանական համայնքը այդ իմաստով շատ ամուր է, ոտքի վրա կանգնած ու կալանավորումները չեն, հա, որ պիտի փաստաբաններին վախեցնեն։ Մեր հիմնական մտահոգությունը մեր պետության իրավական ռեժիմն է, մեր պետության իրավական բաղադրիչն է։ Մենք այնքան մեծ նահանջ ենք գրանցել իրավական առումով, որ դրա վերականգնման համար, եթե մոտ ապագայում, հա, վիճակը լավանա, ենթադրենք, եւ ինչ որ առումով մենք կարողանանք հաղթահարել եւ մեր պետությունը կանգուն պահել նաեւ մեր հայկականությունը, երևի մեզ մի քանի տասնամյակ է պետք գալու, որ մի քանի տասնամյակ աշխատանքը, որ եկել էր ու որոշակի բավարար վիճակի էր հասել իրավական առումով, Քավլիցի ես որևէ կերպ չեմ ասում, որ խնդիրներ չեն եղել։ Եթե նախկինում խնդիրներ եղած չնեին, մենք այսօր ոչ այս իշխանությունը կունենայինք, ոչ էլ սրանց ազգանուն ազգանունները որևէ կերպ կհիշեինք կամ կհիշատակեինք։ Չենք ճանաչի այս մարդկանց ուղղակիորեն, բայց քանի որ ունենք այնինչ ունենք, սրա հետևանքի վերացումը մեզանից տասնամյակներ է պահանջելու։ Վերադառնալով իրավական դաշտ։ Իհարկե ես կիսում եմ ձեր կարծիքը։ Իհարկե խնդիրը նես չի միամիտ, հա, առաջացավ եւ սա համակարգային խնդիր է, որը ցավով եմ արձանագրում, միգուցե մարդկանց այ հիմա ով մեզ նայում են թվում է, որ իրանց չի վերաբերվում, բայց Ժորժ ջան, եթե դե լավ ասած ուղիղ ասեմ, եթե կա անարդարություն, այդ անարդարությունը վաղ թե ուշ բոլորի դուրը ծեծում է, թակում է։ Ինչ-որ տարբեր ձևաչափերով, տարբեր արտահայտված ինչ-որ բաներով, բայց այնուամենայնիվ ունենք մի իրավիճակ, երբ դուք նշեցիք, որ փորձ է արվում իրավական կամ իրավապաշտպաններին կամ ադվոկատներին, հա, մի խոսքով այն մարդկանց, ովքեր ում առաքելությունն է հավասարակշռել պետական ճնշման ապարատը, ըստ էության իրենց են ճնշում։ Գիտեք, մի հետաքրքիր արտահայտություն էի լսել ԱՄՆ-ում, ասում է պետության ժողովրդավարության մակարդակը նաև չափվում է, գիտեք ինչով, որքանով չինովնիկը վախենում է իրավապաշտպանից։ Ինչքան ավելի շատ է չինովնիկը վախենում, այդքան ավելի դեմոկրատական հասարակություն է։ Ես չեմ ուզում ոչ մեկից վախենա, բայց այնուամենայնիվ կա դրա մեջ, չէ՞ ինչ որ մի տրամաբանություն։ Հա, ես այդ վախի եզրույթը հեսա կասեմ, ինչ վախի մասին։ Խնդրեմ։ Նայեք, այդ արտահայտությունը իհարկե մեր իրավապաշտպանության ոլորտում շատ հին է, հա, ու ամերիկյան ամեն դեպքում լավ իրավական համակարգի պայմաններում մարդկությունը, առհասարակ առաջադեմ մարդկությունը ու նաև Եվրոպայում, հա, ստորագրված մեր միջազգային պայմանագրերը մեզ հասցրել են որոշակի առումով այն հանգրվանի, որ այո, պետական պաշտոնյան իրավապաշտպանից վախենում է ոչ թե ֆիզիկապես, այլ ինչ որ հաշվեհարդարի կամ իրավապաշտպանը, ասենք ինչ որ այդպես, հա, բաներ ունի, գործիքակազմ ունի, որը կարող է պաշտոնյային խեղճացնել, բնավ, խոսքը դրա մասին չէ, խոսքը իրավական վախի մասին է, այսինքն պետության
ամրագրած իրավական ռեժիմի առջև վախի մասին է, այսինքն անձ իրավապաշտպան, որը ներկայացնում է այդ պետության իրավականությունը, նրա դեմ արդեն պաշտոնյան կաշտկանդված է, սա առողջ վախ է, սա տրամաբանված գործընթաց է պետության կենսագործունեության մեջ, հետևաբար այսօր այդ վախի մթնոլորտը շրջելով դեպի իրավապաշտպաններին, այսօրվա իշխանությունը մտածում է, որ դրանով ինչ-որ հարց է լուծում, դրանով ինչ-որ իր վարկանիշն է բարձրացնում եւ գիտեք մարդկային գիտակցության մեջ նաեւ մեր հասարակությունում այսպես շատ անգամ փաստաբանների մասին վատ խոսույթ է, իրանք նույնիսկ կաշառակեր, ասենք փաստաբանի կաշառակերը, որ նաեւ որ մարդը ոնց որ ասես բան է, վիրաբույժը կաշառակ, չնայած բժիշկներին էլ են ասում կաշառակեր, առանց մտածելու, որ ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայություն են ստանում եւ ըստ էության կաշառքը կարելի է վերագրել են անձանց, ովքեր հարկերից են, պետական բյուջեից են սնվում։ Իհարկե այնտեղ քրեական օրենսգիրքը նաեւ առևտրային կաշառք եւ այլն այդ հանցակազմերը նախատեսում է, նաև այս նոր քրեական օրենսգրքում փաստաբանի կողմից կաշառքվեր, բայց դրանք լրի տարբեր ինստիտուտներ են։ Այսինքն, եթե փաստաբանը վերցնում է իր հոնորարը, որոշակի ցածր իրավագիտակցության պայմաններում մարդիկ մտածում են, որ փաստաբանը ինչ որ այդպես միլիոններ է, աշխատում ու մոռանում են, որ գործ ունեն իրենց իրավունքների պաշտպանի հետ ու մարդկանց մոտ այդ մի քիչ վատ պատկերացնող մարդկանց մոտ սնուցում են այդ կեղծ թեզը, այդ fake թեզը ու իրենք դրանից արտոնված ձեռքերն ազատում են, մտածելով, որ մարդիկ ի աջակցություն իրավապաշտպանների ոտքի չեն կանգնի, չեն ընդվզի։ Բայց ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իրավապաշտպանների դեմ ոտնձգությունը հենց այդ նույն քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգություն է, որովհետև օրինակ ես հիմա մի համեմատություն անեմ, բարձրացրեցին փաստաբանների հարկերը։ Այո, մեծ աղմուկ էր, շատ մեծ աղմուկ։ Դա անթույլատրելի բան է, անթույլատրելի, որովհետև բերել մեզ եւ ամենայն հարգանքով բոլոր գործունեությունների նկատմամբ, բայց բերել մեզ հարկել խաղատների նման, ինչպես որ ասենք կազինոներն են, հարկում, բերել մեզ այդ դաշտի հետ հավասարեցնել, ասել դուք էլ եք, ծառայություն մատուցում, հետևաբար պիտի ուրեմն բան անեք, այդ հարկերը ավելացած արժեքի հարկը սովորական պայմաններում վճարեք։ Այստեղ իրենք արդեն հարված հասցրեցին իրավապաշտպանության բնույթին, մեր առաքելության իրավապաշտպան բնույթին, որովհետև մենք այդ հարկերը տալիս ենք քաղաքացիների տված գումարներից եւ այսօր երբ որ մեր քաղաքացիները հարցնում են, չէ՞ որ ասենք անցած տարի կամ նախանցած տարի, երբ որ ձեզ դիմել էինք, այս ծառայությունը արժեր այսքան, ասենք ենթադրենք կիսով չափ էժան այսօրվա գներից։ Բացի նրանից, որ ասում հարկերը բաները կյանքը թանկացել է, բայց ձեր ծառայությունները գրեթե կրկնակի ավելացել են։ Ինչն է պատճառը։ Պատճառը այդտեղ մեկն է, որ պետությունը հետապնդում է իրավապաշտպանությունը։ Այստեղ շատ կարևոր ներողություն որ ընդհատում։ Ու դա ազդում է մարդու իրավունքների վրա։ Շատ կարևոր դրվագ, տեսեք։ Մենք խոսեցինք նրա մասին, որ կա առանձնացված մոտեցում տարբեր հանցանքներում կասկածվող անձանց, ենթադրյալ հանցանքների մեջ կասկածվող անձանց հանդեպ եւ դուք իրավացիորեն, տրամաբանորեն, որպես իրավապաշտպան, որպես իրավունքի մարդ, որովհետեւ իրականում մարդիկ ովքեր զբաղվում են օրենքի, տարի մեկնաբանությամբ իրենք շատ ուշադիր են ամեն բառին, խոսքին եւ այլն, դուք ասացիք, որ սա քաղաքական բնույթ է կրում։ Բայց ներողություն։ Հազար ձևի կազմակերպություններ կան արտասահմանյան, դեսպանատների վերջո, չէ, որ իրանք տենց միշտ, կհիշեք անցյալում ոչ այդքան վաղ անցյալում, այնտեղ հանգարց մեկը մի հատ ճանջին, թեթև մատով կպներ, սաղ թափում էին դուրս այդ իրավապաշտպաններ են կանաչ կարմիր դեղին տենց ինչ որ խառը մազերը ներկաած բան տենց ճղում էին իրենց մեջտեղի
Դրանք որտեղ են, ես հատուկ դրանք բառը օգտագործեցի։ Այն որ ասում Հատուկ հասկանալի է, այն որ ասում այն որ իմանամ ուր են, կասեմ, որ չգիտեն ուր են։ Դրանքը վերաբերում այն շինծու սուտ իրավապաշտպաններին, էլի։ Իրականում չկան իրենք, եւ ես շատ զարմացած եմ, որ առաջադեմ հանրության ներկայացուցիչներ, հա, այսպես հրճակված այդ կազմակերպությունները այս մակարդակի խախտումներին ոչ ականջալուր են, ոչ էլ գոյություն ունեն։ Ուրեմն հետևություն են կանում։ Այդ մարդիկ կապ չունեն իրավապաշտպանությամբ։ Իհարկե չունեն։ Դե պարոն գրանտա, փողա, չգիտեմ, դրսից բան եւ այլն։ Ես էլի եմ ասում, առիթ ունեցել եմ ասելու, նորից եմ ասում։ Մեր այն ամենաքիչ զբաղվածություն ունեցող փաստաբանը, որը մտածում է իրավական խնդրի լուծման մասին, հա, գիշերը նստում է, մտածում է մարդու իրավունքները ինչով բարելավի եւ հաջորդ օրը ճառով, բողոքով, ինչ որ կերպ իր խոսքը, իրավական խոսքը ներկայացնում է եւ մի աղյուս է դնում մարդու իրավունքների պատի պաշտպանության վրա, ավելի մեծ իրավապաշտպան է, քան միլիոնավոր դրամներ ստացող ու բովանդակային առումով անհասկանալի այն մարդիկ, ովքեր որ ըստ պատեհության, հա, ըստ իրենց ուրեմն հետաքրքրության շրջանակի են բարձրաձայնում իրավապաշտպանության մասին։ Իրենք իրավապաշտպաններ չեն, որովհետև իրավապաշտպանը, օրինակ մի բան, հա, ես դարձել եմ իրավապաշտպան, իրավաբան, փաստաբան, որովհետև ես չեմ հանդուրժում սոցիալական անարդարությունը։ Ես անընդհատ ներքուստ պայքարում եմ։ Այդ մարդիկ էլ չէ իրանք, որ այդ առաքելությունը ստանձնել են եւ դրա համար վճարվում են, իրենք պիտի ինդվզեին այս ամեն ինչի դեմ։ Սակայն չկան ու հետո որ գանել, էլ իրենց գալը արդեն հասկանալի է դառնալու, որ որոշակի շահադիտական բաներով են գալիս։ Շնորհակալություն Տիկին Ֆարմանյան, գիտեք, միշտ փորձում եմ պոզիտիվով, լավով ավարտեմ հաղորդումը, բայց ցավոք այս պարագայում ոչ պոզիտիվ, ոչ լավ բան ասել առայժմ չի ստացվում, որովհետև այո, համակարգը հիվանդ է։ Առհասարակ ամբողջ համակարգն է հիվանդ, մարդիկ չանձին չէ, հա, ինքը հենց այդ գործելավոճը, գործունեությունը, եթե ինչ որ մեկին թվում է, որ մարդիկ չեն տեսնում այդ տարբերակումը, հա, որ եթե սա ինչ որ բանը ասե, սրան ավելի կոշտ բռնենք, եթե էսի բան չի ասե, սուս-փուսա մնացը սրան մի քիչ ավելի թեթև, դա վերում է լրջագույն սոցիալական խնդիրների եւ այդ խնդիրները իրենք վաղ թե ուշ պայթում են հասարակության դեմքին, պայթում են իշխանության դեմքին, պայթում են ընդդիմության դեմքին եւ պայթում են ամենավատ դրսևորումներով։ Ու պետության գլխին։ Մենք բոլորս այն ինչ ես ասացի, իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, հենց մենք ենք պետությունը։ Ցավոք այո։ Շնորհակալություն, հույս փայփայենք, որ ի վերջո կգա մի ժամանակ, երբ որ այս տաղավարում կնստենք ու կասենք հիշում եք այն ժամանակ սենց էր, հիմա ավելի լավ։ Հա, տա Աստված։ Շնորհակալություն Տիկին Ֆարմանյան։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, խոսեցինք երկու թեմաների շուրջ՝ օդի աղտոտվածություն, ընտրովի արդարադատություն։ Երկու թեման էլ բավականին ծանր էին։ Մեկը վերաբերվում է մեր առողջությանը, մեր երեխաների, մեր ծնողների, երկրորդը վերաբերվում է մեր իրավունքներին։ Այո, մեր իրավունքներին, բոլորիս իրավունքներին։ Առհասարակ գիտեք, արդարադատությունը այնպիսի ոլորտ է կամ այնպիսի եզրույթ է նույնիսկ, հա, որը կարծես թե մինչև մեր դուռը չդակի, մենք իր հետ չենք առնչվի, բայց մի ասացված կա, ասում է երբեք մի ասա երբեք։ Մենք չգիտենք, չէ, բոլորս մեզ այդ վաղը ինչ է պատահելու։ Եվ երբ որ Աստված ոչ անի, ինչ որ մի բացասական գործընթացներ գեներացվեցին մեր հանդեպ, ձեր հարգելի հեռուստադիտողներ, ապա արդարադատության արդարությունը, այսպիսի եզրույթ ես կօգտագործեմ, ինքը դառնում է մեզ համար առանցքային։ Եվ այո, չի կարող հասարակությունը գոյատևել
երբ որ կա ընտրովի արդարադատություն, երբ որ ինչ որ մեկը ավելի, հա, սենց օրենքի կողմից պաշտպանված է, փայփայված է, իսկ այն մյուսին էլ կարելի է ոչ այդքան, հա, սենց ասենք, օրենքին համապատասխան վերաբերվել։ Ես հիմա ոչ մեկին չեմ մատնանշում, անուն ազգանուններ չեմ տալիս, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք ինչի մասին է խոսքը գնում։ Ստեղ խնդիրը նույնիսկ իշխանություն, ընդդիմություն, հա, այս գործընթացների մասին չի։ Խորքային արդարության սկզբունքի մասին է։ Իմիջիայլոց ոչ պակաս կարևոր թեմա էր նաև օդի աղտոտվածությունը։ Դուք պատկերացնում եք, որ այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ որ մեզ շրջապատող, հա, սենց մթնոլորտը ինքը ըստ էության մեզ թույնում է։ Այսինքն մենք շնչում ենք մի օդ, որը բերում է մեզ բոլորիս, բոլորի տնից տեղից հեռու միանգամից եմ ասում, բայց մեզ բոլորիս բերում է լրջագույն առողջական խնդիրների առջև, բերում է եւ կանգնեցնում։ Այո, այդ խնդիրները պետք է լուծվեն։ Այո, այդ խնդիրները պետք է լուծվեն նաև ձեր առաջարկներով, ձեր տեսլականով։ Այո, այդ խնդիրների լուծումը եթե չեղավ, կլինի շատ ծանր եւ եւս մեկ անգամ վերադառնալով առաջարկ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի այդ նախագծին, որը այնքան, գիտեք, մեծ է, այնքան ծավալուն է եւ իր մեջ ներառում է գրեթե բոլոր մեզ, բոլորիս անհանգստացնող ոլորտները, որ այո, այս ոլորտների մասին էլ պետք է խոսվի։ Պետք են ելքեր, պետք են որոշումներ, պետք են տեսլականներ։ Եթե ունեք մտքեր, եթե ունեք առաջարկներ, թե ընտրովի արդարադատության, թե էկոլոգիայի մասով, ապա խնդրում եմ գրեք։ Եվ հաղորդման ամենավերջում ուզում եի անդրադառնալ մի շատ կարևոր թեզի։ Ճիշտ թեզ չի։ Գիտեք, մի նարատիվ է, որը գցում են մեր մեջ եւ այդ նարատիվը փորձում են օգտագործել մեր ուղեղը լվանալու համար։ Այո, ուղակի իմաստով մեր ուղեղը լվանալու համար։ Ես իհարկե ամեն ինչ հասկանում եմ, որ այսօր մենք մի գործընթացի ներքո ենք, երբ այս կամ այլ պատմական առումով կլինի կամ ներկա, հա, այս իրադարձությունների ներքո մեզ հա փորձում են համոզել ինչ-որ մի գործընթացների մասին, որոնք մի քիչ անհասկանալի է, հեսա կբացատրեմ ինչի մասին է խոսքը գնում, որոնք անցյալում եղել են եւ բերել են այն իրավիճակի, որը մենք ունենք։ Այո, չսխալվեցիք, խոսքը գնում է այսպես կոչված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին։ Մեզ փորձում են ասել, որ եղել էր ինչ-որ մի կոնֆլիկտ, հա, հիմա այդ կոնֆլիկտը տենց հանգուցալուծվեց եւ եկել է խաղաղություն։ Սկսենք նրանից, որ այս ամբողջ նախադասության մեջ, որը ես արտաբերեցի, ոչ մի ճշմարիտ բան չկա, խաղաղությունը չի եկել եւ չի կարող գալ այն պարագայում եւ այն տեսլականի ներքո, որ այսօր մեզ փորձում են ներկայացնել, որովհետեւ խաղաղությունը դա թղթի վրա ստորագրած ինչ-որ գործընթաց չի։ Դա հետաքրքրությունների, դա ուժային բալանսի, դա տնտեսական ինչու ոչ ներուժի, հա, համադրություն է եւ բալանսը մեր եւ այն պետությունների, որոնք որոշել են, որ մենք թշնամի ենք։ Եվ երբ որ մենք խոսում ենք կոնֆլիկտի մասին, ապա գիտեք, կոնֆլիկտ բառը ինքը նենգափոխում է առհասարակ այն ամենը, ինչ մեզ հետ կատարվում էր։ Դա դասական առումով կոնֆլիկտ չէր։ Երբ որ մեզ ասում են, դե մենք էլ ենք ադրբեջանցիներին պատերազմի ժամանակ, հա, կրակել իրանց վրա, իրանք էլ են մեր վրա կրակել, այսինքն հավասարացնում են մեզ եւ ագրեսորին, դա ուղակի նենգափոխություն է, սուտ է։ Շատ պարզ պատճառով։ Մենք չենք սկսել պատերազմը, մենք չենք սկսել էթնիկ զտումները, մենք չենք իրականացրել ցեղասպանություն, մենք չենք իրականացրել Սումգայիթի ջարդը, Բաքվի ջարդը, դա մենք չենք արել, դա մեր հանդեպ են արել։
Եվ երբ որ մեզ փորձում են նույն սանդղակի վրա դնել, գիտեք ինչ կա, կոնֆլիկտ կար, հիմա այդ կոնֆլիկտը լուծվել է, ոչ։ Դա ոչ թե կոնֆլիկտ կար ու այդ կոնֆլիկտը լուծվել է, դա եկել է ոչ որ թրքալեզու ցեղերի ներկայացուցիչները մեր տուն պատմական առումով։ Ու մեզ կոտորելով 100 տարուց ի վեր զավթել է մեր հայրենիքի գրեթե, չգիտեմ, 80-90%-ը։ Արցախյան հիմնախնդիր։ Տեսակ ինչ եղավ։ Ինչի համար մենք ենթադրում ենք, որ Արցախի հետ այն ինչ պատահել է, չի կարա պատահի Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ եթե ինչ-որ մեկը հիմա միտք արտահայտի, մենք միջազգային հանրության կողմից ընդունված պետություն ենք եւ այլն, տեն սկսի պետություն, եւս մեկ անգամ պետություն բառը շարքել, ապա հիշեցնեմ ձեզ։ Սիրիան էլ էր պետություն, տեսակ ինչ եղավ։ Իրաքն էլ էր պետություն, տեսակ ինչ եղավ։ Լիբիան էլ էր պետություն, տեսակ ինչ եղավ։ Ու այսպես շարունակ։ Չի կարելի մեզ համեմատել Թուրքիա-ադրբեջանցու հետ, շատ պարզ պատճառով։ Դա կոնֆլիկտ չէր, եւ դա կոնֆլիկտ չի։ Դա Թուրքիա եւ Ադրբեջանի պատմականորեն դոկտրինալ ազգային, եթե կցանկանաք, իրանց տեսլականն է մեր տունը գան գրավեն։ Հիմա կլինի դա համուզելով, կլինի դա պատերազմով, կլինի դա, չգիտեմ, խաղաղության շինծու խաղաղության թեզերը առաջ բրթելով, այնուամենայնիվ իրենց հիմնական նպատակը անփոփոխ է, որ իրենք չեն էլ թաքցնում։ Ինչի համար մենք հրաժարվում ենք նայենք ճշմարտությանը։ Ինչի համար։ Ինչից ենք վախենում։ Ինչի համար մենք ինքներս մեզ խաբում ենք, որ թղթով հնարավոր է հասնել խաղաղության։ Ինչի համար։ Ինչի համար մենք ինքներս մեզ ստում ենք, բերելով ագրեսորին, Հայաստանին, մեզ հետ նույն մակարդակի։ Ինչ ենք մենք ուզում, ում ենք ինչ ուզում ապացուցենք, ինքներս մեզ։ Այս պարագայում մաքսիմում ինչ կարանք մենք ինքներս մեզ ապացուցենք միայն այն է, որ մենք լրիվ կորցրել ենք մեր հիշողությունը, լրիվ կորցրել ենք պատճառահետևանքային բոլոր այդ երանգների վերլուծության ունակությունը, տրամաբանությունն ենք կորցրել։ Այս ենք մենք ուզում մեզ համոզենք։ Այնպես չի, որ մենք կրակել ենք Թուրքի վրա, Թուրքը կրակել է մեր վրա, ամեն ինչ անցավ գնաց։ Ոչ։ Հիշեք մի բան։ Թուրքը եկել էր մեր տուն եւ եկել էր մեր տունը զավթելու համար, մեր երեխաներին սպանելու, մեր գերեզմանները պղծելու, ինչը ինքը արդեն 100 տարուց ավել անում է։ Ինչ պետք է անել։ Առաջի հերթին դադարել ինքներս մեզ սուտ պատրանքներով ապրել կամ ապրելու հայտ գործընթացը չգիտեմ, առաջ տանել։ Չի կարելի ինքներս մեզ մենք խաբենք։ Պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, թե հիմա գիտեք իշխանության, ընդդիմության, չգիտեմ, ընտրություններ, դրա մասին չի խոսքը։ Ընդհանրապես, ոչ իշխանության մասին է, ոչ ընդդիմության մասին է, ձեր, մեր բոլորիս մասին է խոսքը։ Կորցրել ենք մենք ունակությունը ուղակի, գիտեք, իրողության հետ առնչվելու։ Ունենք քաջություն իրողության հետ առնչվելու։ Դե ինքներս մեզ խաբելու ենք։ Կոնֆլիկտ չէր, գիտեք ինչ էր։ Մեզ ուզում էին ոչնչացնեին, իսկ մենք դիմադրում էինք։ Եվ եթե մենք փոխում ենք այստեղ եւ այստեղ դիմադրելու մեր իրավունքը, դիմադրելու չեմ ասում վրա տալու, գրավելու, կոտորելու, չէ, դիմադրելու, որ եկել են մեր տուն։ Եթե մենք փոխանակում ենք այդ ամենը սուտ պատրանքներով, ապա կորցնելու ենք ամեն ինչ։ Հիշեք դա։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոլքն էր եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։